Մի օր մի գեղչուկ ամառվա շոգին էշն առաջն արած դաշտով ու ձորով քրտինք ծորելով գնում էր ջաղաց։ Ու գնում էին ամառվա շոգին, տերը հոգսի տակ, էշը բեռի տակ կքած երկուսով։ Իրենց բախտիցն էր, ճամփու եզերքին, ծառերի միջով, անուշ կարկաչով, հոսում էր մարմանտ ինչպես մի զեփյուռ, մի բյուրեղ աղբյուր։ Էշը ներքևից, գյուղացին վերից, անհակ խմեցին բարի աղբյուրից, խմեցին անվերջ, նորից խմեցին, ապա գյուղացին իշու վրայից բեռը դրեց վար ու թողեց նրան սեզի մեջ դալար, ու ինքն էլ պառկեց ծառի շվաքում և մի թեթև քուն աչքերն սքողեց։ Երբ խոնջենքն առած աչքերը բացեց, երկյուղով տեսավ, որ ճամփու ծայրին շատ կասկածելի երկու մարդ զինված ցցվեցին հանկարծ։ «Գողեր են», ասաց գեղչուկն ինքն իրեն ու ցատկեց տեղից։ «Հիշու կտոր, շուտ արի բեռդ բառնանք ու փախչինք»։ Այսպես շտապով ինչ պատահեց, որ կրակ է դառել երկինք ու գետինք, սպասենք քիչ էլ։ «Գողեր են գալիս, այ է շավանակ»։ «Ինձ ինչ գողերը, թող գան, երթան էլ»։ «Ինչպես թե ինձ ինչ, հենց քեզ կտանեն»։ «Դե շուտ արա, չկա ժամանակ»։ «Ինձ ինչ կա չկա, գնա քո բանին, ինձ համար մեկ է, ուր էլ որ տանին, իմ վրաս նորից բեռ են դնելու, հոգիս հանելու, ինչ ունեմ հիմա այս կեց կրակին հև վազ տալու»։ Պատասխան տվեց էշը գեղչուկին և սեզերի մեջ ծառերի շուքին թավալվեց զվարթ կռնակի վրա։